Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով իմ հյուրն է Էդգար Էլբակյանը, բարև ձեզ Էդգար։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, սովորաբար եթերը առաջին եթերը սկսելուց շատ կարճ մի քանի կարևոր լրահոսից աններ ենք ներկայացնում, ուշագրավ 1-2 բան եւ անցնենք բուն թեմաներին։ Իրանական անօթաչու թռչող սարքերը հարվածել են Դուբայի երկնաքերերից մեկին, Լիբանանի լողափում մոտ 7 հոգի զոհվել են եւս 21-ը վիրավորվել են Իսրայելի հարվածի հետևանքով։ Հզոր պատյուններ են տեղի ունեցել Իսրայելում, այսինքն շարունակում են, փոխադարձ այսպես ռմբահարությունները։ Ես չեմ ուզում մեկնաբանել դա, լրագրողներին ասել է Թրամփը պատասխանելով հարցին, թե կարող է հայտարարել հաղթանակ այս պատերազմում, եթե զոհված Այաթոլլայի որդին մնա գերագույն առաջնորդ։ Այս հարցի պատասխանը, ինչպես տեսնում ենք, Թրամփը չունի, բայց ես կարծում եմ մի շարք հարցերի պատասխան արդեն քանի օր է Էդգար, երևի 5 օր է արդեն չունի, չէ՞, որտեղ առաջին 3 օրը տպավորություններ, միջև այդ պատերազմը սկսվեց, մի 2-3 օր տպավորություններ, որ ինքը աշխարհում եղած բոլոր հարցերի պատասխանը ունի, իսկապես իրենց հռչակել էին գերհզոր, մոտավորապես Աստծուն փոխարինող տենց արարած, որ որտեղ ուզում է եւ ցինիզմը ինչի էր ասում, ես արդեն հոգնել եմ հաղթելուց կամ ես հոգնել եմ պատերազմը հայտարարում մի քանի ժամվա մեջ, այդպես Վենեսուելան փաստորեն բաներ արել, ծովը ծնկներից վիճակներ ստեղծել իր համար, երեք ինչպես ասացի, սովորաբար նման դեպքերում է, որ տեղի ունենում այն, որ մեկ էլ գլխի վրա ամեն ինչ պատտվում է, կամ այդ անձը, կամ ամեն ինչ հետ կապված, որ մեծ հույսեր ունեն։ Վարչապետի 3-4 տեխնացու ունենք, բացառված է, որ գործող իշխանության հետ համագործակցեմ դատարանի բակում 3 լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը։ Գիտենք, որ Գագիկ Ծառուկյանը մտնում է ընտրապայքարի մեջ, մասնակցելու է եւ ամենաշատ հենց հարցերից մեկը, հանրությանը հուզող հարցերից մեկը այն է, որ Գագիկ Ծառուկյանը արդյոք ինչ-որ մի պահից հետ կկանգնի եւ արդյոք չի միանա Նիկոլ Փաշինյանին, եթե խորհրդարանում իր ձայները շատ կարևոր լինեն խորհրդարանում ասի, շատ կտրուկ եւ կատեգորիկ պատասխան է տվել Գագիկ Ծառուկյանը։ Մտավախություն կա, որովհետեւ եղել են պահեր, որ համագործակցել են մեկ անգամ, 2 անգամ համագործակցություն եղել, 2 անգամ է շատ տգեղ կերպով այդ ամենը եղել, մեկը հետո ձերբակալեց Գագիկ Ծառուկյանին, հետո նրանք տգեղ կերպով են, այսպես ասած, բաժանվել։ Հիմա տեսնենք, թե այս անգամ ինչպես կլինի, համենայն դեպս Գագիկ Ծառուկյանի խոսքից երևում է, որ տրամադրված են գնալ միջև վերջը, ինչու եմ ասում, որ տրամադրված է, որովհետև երեք նաև շատ կարևոր բաների մասին խոսեց, նկատել էր, որ ցավով է այդ ամեն ինչին անդրադառնում, ասելով, որ դուք պատկերացնում եք, որ ասենք հայերը գնան ինչ-որ ադրբեջանական տարածքներ, իրենց տներն այն, չգիտեմ, ինչ ադրբեջանցիները եկե այստեղ մանեն գաց, այսինքն քիչ թե շատ արժանապատվություն ունեցող հայ մարդ, ես այն օր այդ օրինակ ասեցի, որ մեկը վիրավորվեց, ասեցի, կարող է դուք ԿՊ-ից եք, օդանավակայանի աշխատակից, ասեցի, կարող է, գիտեք, մենք մարդ չենք, հասկացաք, այսինքն հիմա մարդ չլինելու հետ է համեմատվում, բանը, այն որ մարդը կարող է գնալ եւ ԿՊ-ին պաշտպանել։ Անդրադառնալով հարցին, թե քաղաքական նոյան տապանը որ ուժ են վերջնական մեկտեղվելու, Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ուժերով չի կարող ասել, բայց անհատական շուտով կասի դրա մասին։ Թրամփի վարչակազմ Իրանի հետ պատերազմից 6 օր արժեքը ավելի քան 11 միլիարդ դոլար է գնահատվել։ Մի կողմից եք ասեն Ամերիկայի համար, այդ ինչ գումարներ են։ Եվ այսպես ամբողջ լրահոսը դրանով է ԱՄՆ Իրանի դեմ իրականացած գործողության ընթացքում խոցվել է ավելի քան 5500 թիրախ, այդ թվում ավելի քան 600-ն, ասել է Պենտագոնի կենտրոնական հրամանատարության ղեկավարը, ԱՄՆ-ում դեսպան Իսրայելի ասել է իրանցիները հրթիռային հարձակման կայաններ են թաքցրել լեռնային շրջաններում, ինչը ավելի դժվարացնում է մեր խնդիրը, այդ պատճառով գործողությունները ավելի երկար կտևեն։ Ինչպես տեսնում ենք, 12-օրյա պատերազմը հուշեց Իրանի իշխանությանը, որ պետք է իսկապես շատ լուրջ պատրաստվել այս պատերազմին, եթե աշխարհին եւ արևմուտքին թվում էր, որ
իրենք են միայն կարողանում խաբել, միամտացնել, այսպես ասած, իբրև թե բանակցությունների մեջ ենք եւ հարվածում ենք, տեսնելով թե ինչպիսի տեքստոցներ են ստեղծել, ինչպես իրենք որոշում կայացրեցին, որ ոչ թե այս անգամ թիրախավորել միայն Իսրայելը, այլ իրենց շրջապատող արաբական երկրներ այնտեղ որտեղ կան Միացյալ Նահանգների բազաներն են, ռազմաբազաներն են տեղակայված, բարձ է դառնում, ել չեմ ասում, որ այս նեղուցը փակելուց հետո ինչ համաշխարհային ինչ մեծ խնդիրներ առաջ բերեցին հենց այդ նույն երկրների համար եւ ոչ միայն այդ երկրների եւ իրենց եւ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների դաշնակից երկրների համար եւ Եվրոպայի համար, Չինաստանի համար, Հնդկաստանի եւ արաբական աշխարհի համար, այնպես որտեղ ձերը կասեք, այնպես էլ մերը կասեք, չէ՞, ժողովրդական այդպիսի մի խոսք կա, փաստորեն դեպս այս 13-14 օրը ցույց է տալիս, որ այո, Իրանի ժողովուրդը գիտի պայքարել։ Դժվար է ասել, թե ինչ ավարտ կունենա, համենայնդեպս մենք հիմա տեսնում ենք, որ ինչ քայլեր Թրամփի կողմից է եւ իրենց խոսույթն է փոխվել, եւ հռետորաբանությունն է փոխվել, եւ կոչերն են փոխվել, եւ ինչպես տեսնում ենք, զանգերն են փոխվել, առաջ այս կողմից էին գնում, հիմա այն կողմից են զանգեր գալիս, այնպես որ շատ բան է փոխվել։ Երկար կարող եմ ներկայացնել, բայց երևի անցնենք կարևոր թեմաներից մեկին, ազգակործան պատուհասը Եվրախորհրդարանում էր եւ ելույթով հանդես եկավ։ Այս օրերին մի քիչ էր իր մասին խոսում, ինքը նաեւ մանիա ունի, ասում է անընդհատ ուզում կան, չէ՞, տենց գժեր, որ անընդհատ ուզում են իրենց մասին խոսել։ Երևի այս քանի օրերը որ հարևան երկրում պատերազմ են, ինքն էլ ոչ թե ես կարծում եմ իրեն չի հուզում այնտեղ պատերազմ է, երեխաներ զոհվեցին, բան, որտեվ եթե մարդկային ինչ որ մի բան ուներ մեջ, հենց առաջին օրը կցավակցեր էլի, 170 երեխա անմեղ զոհեր, ել չեմ ասում, որ դրանից հետո փորձարվեց գլխատել ընդհանրապես Իրանի իշխանությունները եւ ռազմական էլիտան հատկապես եւ հոգեվոր, բայց իր արձագանքը եւ ցավակցությունները շատ ուշացումով, այն էլ ինչպես ասում են, տեսավ հենց Էրդողանը ինչ ասեց, Ալիևը ինչ ասեց, նոր դրանից հետո։ Բայց այդ ընթացքում էլ ինքը մեծ աղմուկ էր, մի մասը ասում է մահվան ավտոբուս, մի մասը ասում են կրկեսի ավտոբուս, ծաղրածուների ավտոբուս, չգիտեմ դուք ինչպես եք դա տեսնում, բայց ցավոք սրտի զվարճանալու քիչ բան կա, այստեղ որտեղ մենք այնքան խորքային ողբերգության մեջ ենք, տեսեք, մի կողմից ես հասկանում եմ, որ ընտրապայքարը հեսա շուտով կսկսի եւ մենք հասկացել ենք, որ չնայած դու էլ շատ ճիշտ նկատառում արեցիր անցած հաղորդման ժամանակ, հիմա կասեմ դրա մասին։ Մենք ասում ենք, որ մեր ժողովրդի մեջ այդ Արցախի կորուստ, հայրենիքի կորուստ, ռադիկալ լինել, պատժել սրիկա դավաճան երկիր ծախող տականքներին, փաստորեն այդ կոչերով ուժեր կային, մենք տեսանք, որ իրենք չկարողացան հաղթել, հիմա էլ իմ տպավորությամբ մի այլ ծայրահեղության մեջ ենք ընկել, լավ է, որ սոցիալական հարցերը բարձրացում են, լավ է, որ շատ տնտեսական, ինչ ասեմ, կրթական, մշակութային մի շարք հարցեր է բարձրացում, իհարկե շատ կարևոր է այս հարցերը, բայց չգիտեմ, նաև մյուս կողմից էլ ցավ եմ ապրում, որ այդպես մենք այտենց անտարբեր ենք դարձել եւ բացարձակ չենք խոսում այն սարսափելի աղետի մասին, որ այս պատուհասներն ու ծաղրացուները, այս թյուրիմացությունները, սրիկա տականքները բերել են մեր երկրի գլխին, մենք տեսնում ենք, չէ, արդեն գրեթե դրա մասին չենք խոսում, չգիտեմ, անհարմար են զգում ասեն 300 քանի եկեղեցի է հանձնել, 1000 խաչքար է հանձնել, ինչ մասունքներ է հանձնել, քանի դպրոց է հանձնել, քանի մանկապարտեզ է հանձնել, քանի քաղաք է հանձնել եւ վերջապես են մեծագույն ողբերգությունը, որ ինքը իրեն իրավունք վերապահեց, ինքը գնալ ստորանալ, նվաստանալ, լիզել այդ մարդու համապատասխան ամեն տեղերը կոշիկից այրից բռնած եւ իր հետ միասին, քանի դեռ վեր ընկած է այդ աթոռին, տանել նաեւ հայ ժողովրդին, ցավոք սրտի մենք դեռ դրա մեջ ենք, որովհետեւ մեր սահմաններում իրենք ոնց որ թե շատ դիրքերում ազատ ֆրֆռում են ադրբեջանցիները, մի հատ էլ հայտարարություններ են անում ջերմուկի բարձունքից, այդ որ առած ֆրֆռում ես, այդ թյուրիմացություն, ինչ մի հատ քարտեզ երկաթես նորից գտե։ Միջարոց սիրելի հայրենակիցներ, հենց որ այս տականքը մի հատ ինչ որ տես երկաթի կտոր առած ֆրֆռում է, իմացեք որ էսա էլի տարածքա տալու։ Հիշում եք, չէ՞, հենց սկզբում պատտվում էր ներկայացնում էր գնաց Արցախի կեսը, հետո ամբողջ Արցախը տվեց, հետո գնաց Սյունիքի հետ կտորներով տվեց, հետո ջերմուկի բարձունքները տվեց, հետո գնաց
Շահավուշը տվեց, հետո Գեղարքունիքին, հենց որ հանգիստ մի նստեք, տենց անտարբեր ձեր համար մի նստեք, մտածեք, որ ամեն ինչ ավարտվել է, չէ, ողջ դժբախտությունը դեռ առջևում է, որտեվ այս արդեն ասում եմ, Երևանի հարցն է։ Այս քարտեզով որ ինքը բան է գալիս ցույցա տալ, ես ասում եմ, չէ, այդ մեծ աղետը, մեծ ողբերգությունը, այս ամեն ինչը դեռ առջևում է։ Մի հատ էլ սպասեք, մի հատ ատոմներից կրճտացնելով գնամ Եվրոպաներով մի հատ տեսնեմ ինչ եմ անում, տեսեք, ոնց եմ այդ մնացած հարցերն էլ լուծում։ Մենք նախնական զրույցում խոսում ենք Էդգարի հետ, ճիշտ ասեց, որ բան է, հաշվետվություն է մարդը տալիս։ Մարդուն բերել են իշխանության, այս մարդը պետք է հաշվետվություն տա եւ մի սրիկայություն, ես խնդրում եմ բոլորի ուշադրությունը սրա վրա, տեսեք, ով ասում է, ես ընդդիմադիր պայքարի մեջ եմ մտնում, եթե իր սրտով չի, թուրք չի, այսինքն թուրքական քարոզչություն չի տանում, վերջացավ, ասում է ԿԳԲ-ի գործակալ եմ, նախ այս տականքներ, ներկայացրեք այդ ամբողջ փաստերը, եթե կա այդպիսի բան, եթե ոչ, մեր կապարանուց այդ հայտարարությունները տարեք ձեր համապատասխան տեղը, ձեր բերանները մտցրեք ու փակեք ձեր բերանները, որ մի հատ էլ իրավունք է վերապահում, բարձր ամբիոններից է այդպիսի բան ասում։ Եթե դու տենց ըստ մեր ունեցած տեղեկություն մարդը չի դադարել մնալ դեղին մամուլի խմբագիր։ Ճիշտ է թե չէ, այն ժամանակ էլ ասում է, չէ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, հիմա ինքը տեղի, չգիտեմ ինչ, վերընկածանդ է, ԱԱՑ կա, չգիտեմ ինչ կա, մարդը տենց եզրակացություն, այդ տենց եզրակացություն ա, դու ծնված օրից թուրք ես, թուրքի գործակալ ես, չէ կարող եմ, չէ, դες էլ տենց ցանկացած քաղաքացի վերքեն ասի, առավել եւս որ 1000 ու մի փաստ կարելի է համադրել, ասել ուր է իմ երկիրը, այն որ դու սահմանադրությամբ պետք է պաշտպանի, ուր է այդ երկրի կեսը, ուր են այդքան կոտորվածները, ինչի չես խոսում ընդհանրապես վերադարձի մասին, հա? Բա գնացել է իր այդ ամբիոն, գլուխը չգիտեմ ինչ լինի, բա ասեիր գերիների մասին, խաղաղություն ես հաչում բարձր ամբիոններից, բա ասեիր որ մեր գերիների խոշտանգում են Բաքվի, այդ ինչ, այդ ումով ես գնում խաղաղության, այդ ոնց ես գնում խաղաղության, Բաքվի բանտերում նստած գերիներ, այստեղ էլ մեր բանտերում ու տնային կալանքների տակ նստած մարդիկ, այդ ոնց ես գնում խաղաղության, հա, մեր սահմաններ, մեր քարտեզը որ տանում ցույց ես տալի, այդ տարածքից ինչքան տարածք է Ադրբեջանը խլել, Հայաստանի Հանրապետություն եկել նստել, որ գնացել ինչ որ խաղաղությունից ես խոսում այդտեղ։ Լավ, ես ավարտում եմ, որտեղ խոսեմ անվերջ կխոսեմ այս թեմայից, զայրույթս այնքան մեծ է, եւ այսպես Էդգարը հիմա մանրամասը գրել է, ես էլ մեջբերում չանեմ Էդգարի, դու մեջբերում կանես ու առանձին պիտի խնդրեմ, Գանք ԿԳԲ-ից։ Այո։ Սկսում ենք ԿԳԲ-ից։ Երբ որ այս տեսակ մեղադրանք հայտարարություն է հնչեցվում, օրինակ նախկինները ճակերտավոր, նախկինները թալանել են, կամ բարձրաստիճան հոգևորական կամ հոգևորականներ, որ սովետական ՊԱԿ-ի գործակալներ են, օրինակ։ Գայթակղությունը միանգամից մեծանում է հերքելու, օրինակ ասելու ոչ, նման բան չի եղել, հատկապես եթե իրոք օրինակ չի եղել, հերքելու կամ ասելու, որ դե ապացուցի, դուք էլ նոր ասացիք, ապացուցի, բայց ես նույնիսկ ոչ եմ ուզում ասել ոչ են, որովհետև գիտեք, երբ որ մենք ասում ենք դե ապացուցի, լավ, ասենք թե ինքը ապացուցեց, ինքը ճիշտ է դառնալով։ Երբ որ մենք ասում ենք ապացուցի, մենք ոնց որ մի տեսակ ընդունենք, որ իր ասածը լեգիտիմ բան է առհասարակ։ Մնում է, որ դա ինքը նաև որպես փաստ ապացուցի, ասենք հա, օքեյ, եղավ։ Ես ընդհանրապես չեմ ընդունում, որ դա լեգիտիմ բան է։ Ինչ է նշանակում ԿԳԲ-ի հետ համագործակցել։ Եղել է սովետական միություն, իր ողջ պետական համակարգով, այդ թվում բանակով, հիմա սաղից պապիկները, բաները, պապաները նայած ով ինչ տարիքի է, զգալի մասը ծառայել են սովետական բանակում։ Հետո ԿԳԲ-ն էլ բանակին հավասար չէ, բայց բանակի պես մեկ այլ ուժային մարմին է։ Ստեղ մենք պետք է ուրիշ բան ֆիքսենք, որ ինքը մի հատ ատելության կերպար է սարքել, մի հատ հրեշի կերպար է սարքել, ու ուզում է այդ պիտակը ով իրան ձեռ չի տալիս, լավ ասեցի, կպցնելով, վերացնի, բայց հələ մի րոպե որոշել է ու դրանով տանի, չգիտեմ։ Կամ մի հատ լավ ուժ սովետական արդեն համարյա սովետ չկար էլ 89-90 թվի մի հատ ֆիլմ կա, սպանել հրեշին, վիշապին, դրակոնին ու բիզ դրակոնը Աբդուլովնա խամ ջահել տղայի այդ վաղ։
ինքը նկարագրում է հենց այս ուղեղալվացնող տոտալիտար հասարակությունները, այնտեղ եւ հերոսը փորձում է փրկել մարդկանց, իհարկե վերջում ինքն էլ է վերածվում հրեշի, բայց մինչեւ վերածվելը փորձում է փրկել։ Ունդեղ մի հատ մարդ այտենց բան ասում է, չէ, մեր ներկայիս ղեկավարը շատ լավն է, ինքը մեզ փրկել է բաներից, գնչուներից։ Ասում է, լսի, դու կյանքում գնչու տեսել ես։ Ասում է, չէ։ Ասում բախի ես տենց վախում, վայ չեք պատկերացնում իրանք ինչեր են անում գնչուները, նրանք մեր սաղ ունեցված կխելեն։ Ասում դու ռեալ գնչու տեսած կաս, քեզ ունեզրկած կան, շարունակում է ինքը այդ քարոշչությունը։ Հիմա արդեն մեր սերունդը նույնիսկ Հայաստան մեծացել, ոչ մի չգիտի էլ այդ KGB-ն ինչ է, այդ ՊԱԿ-ը ինչ է։ Մարդկանց փորձում են ինչ-որ բան հորինելով, որ վաղուց չկա, է դադարել է գոյությունը։ Այդ հորինված բանը կախելով ում վրա որ կուզեն, այսօր մեր ու ձեր վրա կարան փորձեն կախել, կապ չունի դու առանց։ Հիմա իրանք ասում են բոլոր ընդդիմադիր ուժերը ռուսական են։ Ասենք օրինակ չգիտեմ, Թաթոյան Արմանը ինչով է օրինակ ռուսական։ Այդ մարդը մեռավ, քիչ ամնում կանգնի ասի, ախպեր ես կապ չունեմ այդ պետության հետ։ Էլ ասում այն բանը անտառները կոչենք Տրամպի անով։ Ինքը ռուսական է, բոլորին է ասում։ Շատ բանը իր ժամանակ է եղել։ Եկեք այդ մի կողմ թողնենք, իր օրոք ոչ թե եղել է հենց ինքնին ռուսականացում, այլ եղել է Հայաստանի թուլացում, ավելի մեծ կախվածության մեջ հայտնվել, իսկ քանի որ իր երբ որ ինքը եկել է իշխանության հետ պահի դրության ոնց որ ամենաբան գործընկերը Ռուսաստանն է, պարզա որ այս պահին Ռուսաստանից է, բայց ինքը ուզում է այդ սաղ փոխի սարքի թուրքական։ Այդ դաշ չխորանանք։ Վերադառնանք բանին, այս պիտակին։ Ընդհանրապես պետք չի սա ընդունել։ Պետք չի ընդունել, դա խաղի կանոն է, որտեվ ինքը ասենք թե լավ վերցրեց, ապացուցեց, որ ինչ որ մեկը իրոք բան է արել։ Օրինակ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի մասին էլ այդ ձև բաներ կար, նույնիսկ ինչ-որ փաստաթուղթ կար, կեղծ թե իրական է, էլ Աստված գիտի, որ համագործակցել է KGB-ի հետ, շատ կներեք, եթե անգամ արել է, նորմալ է, այդ մարդը եղել է արևելագետ, այսինքն այդ պետության քաղաքացի, խի չէ որ մի կողմ դնելով Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական պետական գործի հանդեպ իմ ոչ այնքան դրական վերաբերմունքը, բայց երբ որ գալիս ենք այս թեմային, հա ինչ Ինչքան կարելի է այդ հիմար պիտակը ասենք վերցնել ում վրա ուզել բան անել, խփել։ Նույնը ասենք այդ միութենական պետության գոյություն չունեցող դա թեմա է։ Այդ պետությունը կա շուտվանից, Բելարուսի եւ Ռուսաստանի միջեւ, բացեք Վիկիպեդիան, Google-ը բացեք, նայեք, ո բան չի, այդտեղ կարիդար չի։ Այդ պետությունը կա շուտվանից, հələ Քոչարյան Ռոբերտի վախտվանից, երբ որ Քոչարյանը Հայաստանի նախագահ էր, երբեք Հայաստանին տենց առաջարկ չի եղել, առավել եւս ուլտիմատում չի եղել, արա հորինած թեման բերում, գցում են դաշտ, մի հատ էլ հələ դաշտի ընդդիմադիր ուժերը սկսում են ինչ-որ դե մենք եւ այլն ինքնիշխան, այ դե մենք։ Մի անդրադարձեք այդ թեմային, ոչ թե փախեք այդ թեմայից։ Հացրեք, ասեք, որ ինչ թեմա է, որ դա թեմաների մասին չխոսեն։ Որ դա թեմաների մասին չասեն, ծախածների մասին չասեն, հանձնածների մասին չասեն։ Հիմա մենք խոսանք իր թեմայից։ Թերքա հպատակության մասին չասեն։ Հիմա Նիկոլի թեման, հա։ Ես շնորհակալ եմ Ադրբեջանի նախագահին։ Շնորհակալ երախտապարտ հայերեն չգիտեմ բառացի ոնց է ասել, սա ԵԽԽՎ-ի պաշտոնական անգլերեն թարգմանությունն է, առանձնապես բռնաբարված հայերեն լսելու ցանկություն չունեմ։ Շնորհակալ եմ Ադրբեջանի նախագահին, ինչի համար, որ նա անցած տարվա հոկտեմբերին հայտարարեց, որ վերացնելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային հաղորդակցության սահմանափակումները։ Ինչ անմեղ բան է, չէ՞, ինչու՞ երկաթուղային հաղորդակցության սահմանափակում։ Բայց 89 թվականից մենք այս երևույթին ուրիշ անով ենք կոչում, մենք սա կոչում ենք Հայաստանի բլոկադա։ Եվ բլոկադայի թեման էր, որ նաև մեզ ահագին լեգիտիմություն էր տալիս Արցախի պատերազմում։ Այսինքն աշխարհը նայում էր առադե ասում էր, հա դե այս հայերին է, այս մարդիկ ո՞մեղ չեն, ո վերջնի ո իրանք չեն կոտորվելու։ Էլի ուզում են այս խեղճերին կոտորեն, զենք են բարձրացել, դե հա նորմալ է։ Բլոկադան դուք ապրել եք այդ տարիների տարբերությունից, ես հետայաց ուսումնասիրել եմ, գիտեմ, դուք ապրել եք։ Բլոկադան լուրջ թեմա էր։ Ու բլոկադան մեզ տալիս էր լեգիտիմության լուրջ պաշար, որը չէր թողնում, որ Թուրքիան ներխուժի Հայաստան, որ ոչ մեկ մեր վրա սանկցիաներ չէր դնում, Հայաստանը ագրեսոր չէր ճանաչում եւ այլն։ Բայց մենք միտիկա երկիր է, երկու կողմից բռնե թուրքերով բան են արել, էներգետիկ երկաթուղային բլոկադայի մեջ են դրել։ Հիմա այս տերմինը նայեք ինքը ինչ իր տեսանկյունից սիրուն լղոզում է դառնում է երկաթուղային հաղորդակցության սահմանափակում։ Երկաթուղային հաղորդակցության սահմանափակում կարող լինի, որ նաեւ ասենք կորոնավիրուսի ժամանակ, օրինակ պանդեմիա է, կարանտինային ռեժիմը, ասեն լսի կլինի ամեն վագոնում մտ երկու մարդուց ավել չլինի, էլի կոնդուկտորի օգնականը, մեկը դե ապրանքները, էլի սահմանափակում է, չէ։ Հիմա սա որ դու ասում ես, այդ լսողները ինչ դու մտածեն, Ալիևը մի հատ պուպուշ մարդ է։
Trip-ի մասին խոսալով պնդելա, որ դեսա նույն մեր խաղաղության խաչմերուկն է, հայելի ակումբն էլ լավ լուսաբանել է, առանձին կտրված, ինչպես Ալիևը փետրվարի 14-ին շատ հեգնանքով պատասխանեց մի հայ լրագրողի հարցի։ Այդ լրագրողը խաղաղության խաչմերուկից էր խոսում, ասես, լսեք, ասեցի, մի նախագահ Տրամփն է եկել է, առաջարկել է Trip-ը Բայդենին, որ հետ կբերեք, Բայդենը հետ կգա, կգնաք այդ ձեր խաղաղության խաչմերուկը կուզեք։ Հասկացրեց, որ Նիկոլ, կերար։ Նույնը ասել է Հական Կամ Նիկոլին հավատացողներ, կերակ ձեր խաղաղությունը։ Նույնը հունվար ամսին ասեց Հական Ֆիդանը, բառացի, քանի որ բավականին ռեզոնանս տված եւ սկանդալային ելույթ էր, չեմ զլացել, բառացի ես նայել եմ իր ասածը Թուրքիային տիրապետելով, ինքը ասեց, գիտեք ներկայումս այսպես ասած Trip նախագիծը կա, որը նույն մեր Զանգեզուրի միջանցքն է։ Դու մեկը հելներ Երևանից ասեր, այս ինչ ես ասում ընկեր ջան, խես խաղաղության գործընթացը բանանում տապալում, օրինակ Արամ Զավենի Սարգսյանը։ Չէ, օրինակ Որ մեղրու թեմայա խոսում, դե տարբերությունը այտենց քիչ է մեծ հաշվով։ Ինչ որից է, համաձայն եմ հասկանում, չեք ասում։ Բայց հերքում չի եղել, չէ՞։ Հիմա ինչ որ մեկը այս մարդկանցից ուտա խոսում։ Հերիքա ասենք օրինակ ռուսները բան ասեն, միանգամից հերքումը հələ հետնել հեգնանքախառը։ Հիշում եք 18 թվին մի անգամ Լավրովը եսի ինչ էր ասել էր թեժ քննարկում ունեցանք մեր հայ նոր գործընկերների հետ թե ինչ բան լրագրողը դրան փողոցում ասեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը ասել է թեժ քննարկում բան ասենց հեգնելով ասեց հա այսօր մի տեսակ շոկ է բայց դուխով տղա ես հարց չկա կանգնի Ֆիդանին ասա դե մեծ մարդ է հիմա երևի շաղել է իրան արդեն չի հասկանում Միչանսկի ու Թրամփի խաղաղության ճանապարհի տարբերությունը որն է ասող չկա հետեւաբար սա էս կարևոր եմ համարում որովհետեւ իրանց հենասյուններից մեկն է լեգիտիմության նախընտրական լեգիտիմության էս Trip կոչվածը դրա համար իրանք ամեն ինչ անում են որ հանկարծ սա չասոցացվի Միչանսկի հետ չասեն ինչ Միչանսկի Trip-ն է սա նույն Զանգեզուրի Միչանսկն է որի մասին 20 թվականից խոսում ենք որի իդեպ Չայկերտավոր պաշտպանության անվան տակ նաև իրանք Արցախն են հանձնել այո Հիշում եք ասում էին դեպա Արցախը հանձնենք որ դա Հայաստան ենք մնա պահում Միչանսկ չտանք հիմա տալիս են Արցախը հանձնած լինելով դրա համար սրա մասին պետք է հետևողականորեն բան անել թմբկահարել այստեղ շատ ճղճի բաներ կան որ ուղղակի նաև եկեղեցու դեմ ոչ միայն օրինակ հատված կա ասма ապրի ընկեր Ալիևը բան նավթամթերք է Հայաստան ներմուծում դրա շնորհիվ գները նվազել են եւ մենք կարողացել ենք բան անել տասնամյակներ շարունակ հայաստանյան ներքին շուկայում նավթապրանքների գների մոնոպոլիան ջարդել։ Ինչ ասես։ Այսինքն իրականում այստեղ մեկնաբանելու բանը չկա, էլի մարդը գնում է Ալիևին շնորհակալություն է հայտնում, որ Հայաստանի ներսում ինչ որ ենթադրյալ խնդիր լուծվել է։ Ենթադրենք իրոք մոնոպոլիա կար, չնայած մոնոպոլիա չի եղել նավթի դեպքում նավթ, բենզին, գազ, եթե մեկից ավել ներմուծող կա, դա մոնոպոլիայի մասին խոսք չի կարա լինի, որովհետև տեղից էլ ինքը նենց ապրանք է, որ հակվածությունը մեծ է մոնոպոլ լինելու, ոնց որ ասենք ժամանակին շաքարներ, Ամերիկայում նավթը այսօր էլ կարելի ասել համարյա մոնոպոլ է։ Հայաստանում մի հոգի ունի բենզակալոնկա, չէ։ 2-3 խոշոր խաղացողները 2-3-ն են։ Հետեւաբար մենաշնորհի մասին խոսք անգամ լինել չի կարող, բայց լավ, եթե անգամ տասնամյակներ շարունակ եղել է մենաշնորհ, ու դու դա ֆիքսում ես որպես խնդիր, անհավասար մրցակցություն, տրալելիա։ Դու գնում թշնամու երկրին, կամ լավ թշնամու էլ չէ, դու գնում օտար երկրի ես դրա համար շնորհակալություն հայտնում։ Նույնիսկ եթե բարեկամ երկիր լիներ, արժանապատիվ ղեկավարը sense բան չէր ասի։ Նա կասեր համագործակցություն ունենք, շատ լավ է, մենք էլ ինչ որ ուրիշ բան իրանց տեղը կտանք, իրանք էլ էս են տալիս, լավ է։ Բայց չէր ասի, որ դրա շնորհիվ ես տասնամյակներ շարունակ ոնց որ ասես կնգասը չէի կամ լեզու գտնեի, լավ է, հարևանի մարդը եկավ, մի երկու մեծավարի խոսք ասեց, այտենց սաղ օրը իրար տալիս ենք, հիմա չենք տալի։ Պետք է sense օրինակներ բերենք, որ ասենք Մեր կարևորագույն խնդիրներից է այն, որ փախստական դարձած Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները էմոցիաները շահարկվեն սին հույսեր տալով, այսինքն այն մարդը, որ հանկարծ մտածի, որ Արցախը մեր հայրենիքն է եղել, մեր պատմական հայրենիքն է եղել, են տուն հայրենիք են կորցրել, Արցախը շատ ավելի ին է, անց չգիտեմ, մնացած էս բան տարածքներ, եթե ինչ որ մեկի մտքով անցնի, սին դատարկ մտը թուրքական խոսույթ էլ չի է։ Սա թուրքական խոսույթ է, ես չգիտեմ սա, էս ով է սա։
տեսեք, այստեղ ինչ խնդրեմ ունենք, հա, մի քիչ այս մասի վրա ուզում երկար կանգ առնեմ, Սինույսը մեր ռազմավարության այս հարցում հստակ է, Ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է դառնան ՀՀ քաղաքացի, այո, եւ բայց հարցածակն եթե տնավորեն եվրոպական խորհրդարանում, եթե խաղաղություն է, բայց խի ասենք, ինչի ասին, հույսկա մարդը։ Չէ, եթե խաղաղություն է, Ստեփանակերտում։ Չէ, սպասի, ես տականք, բա դու դուռ ես բացում, հաչում ես 300,000 ադրբեջանցի, բա խաղաղություն է, 1,200,000 հայությունը, շատ սիրուն, դե ասանդեր, ասա շատ սիրուն գնալու Ադրբեջան, գնալու են մեր պատմական հայրենիք Արցախ, գանձակ, ասա, բա ասա ուր է, որ գնալու է, մեր հայրենակիցները ուր է, իրանց տուն չեն գնալու, Հիմա տեսեք, բա ասում ես 20 ադրբեջանցի, չգիտեմ, տեղ չի հասնում, Էդգար, ես այս զայրիթով եմ ասում, որ այս մարդկանց ուղեղին տեղ հասնի, որ սենց հանգիստ նստած ասում է 300, նախ այդ 300,000 հայր չի էլ ապրել էստեղ, այդ մատ ինչ-որ ուշճացված թվեր են, 120 հայերը չի, ինչ-որ ուշճացված թվեր են, բա դուք ասում եք, մենք իրանց հիշում ես այդ քո ալեներ, չգիտեմ ինչ էր, ասում մենք իրանց էլ պետք է հասկանանք, չէ, բա դու չես հասկանում 1,200,000 մեր հայությունը, որ տնավեր են եղել եւ բարիս բուն իմաստով ցեղասպանության են ենթարկել, Բաքու, Սումգայիթ, Գանձակ, ասենք Կիրովաբադ, որ ցեղասպանության են ենթարկել եւ Արցախահայությունը, բանջի չես խոսում այդտեղ, չէ, ասма ձեր հույզերը թաքցրեք Ինքը ադրբեջանցիների հույզերով աբա։ Ինքը չի ասում, Ալեններ ասում, ակամ մենք դի հասկանանք, չէ՞ ասում։ Սա ավելի վատ բան ասում։ Ադրբեջանցիներին։ Եկեք այս մասի վրա մի քիչ երկար կանգ առնենք, որովհետև ստեղ ամեն ինչ շատ ավելի տխուր է, քան առաջի հասկից է երևում։ Եվ այս թեման ես կկապեմ այն մյուս թեմայի հետ, էլի իր կողմից շրջանառվող, ոչ միայն իրական ՀՇ-ի օրոքա դրա հիմքը դրվել, որ Ղարաբաղի հարցը ուղղակի լծակ էր Ռուսաստանի ձեռքին, մեզ կառավարելու, որ առհասարակ մեզ 40-50-ականներից այսպես հակաթուրք են դարձրել ռուսները, սովետը, KGB-ն եւ այլն։ Այդ բոլոր թեմաները հիմա ես ուզում եմ սրանք սաղ կապել իրար հետ, հասկանանք թե ինչ աստիճանի են իրենք իրոք բառեզբոն իմաստով անասունի տեղ դնում, փորձում դնել մեր ժողովրդին։ Տեսեք, երբ որ ասում են, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ Արցախի ժողովրդի էմոցիաները չշահարկվեն, վերադարձի հետ կապված։ Սրանից մի բան է բխում, որ իրանք լոգիկայից ասվածի բխում է մի բան, որ այդ մարդիկ, Արցախի հայերը, իրենք բնականից չունեն այդ ցանկությունը վերադարձի։ Կան ինչ-որ քաղաքական շարլատաններ, որոնք գալի դա բզբզում են։ Երկրորդ, երբ որ իրանք նույն մեխանիզմն է, երբ որ իրանք ասում են, որ 40-ականներից հետո, 1940-ականներից հետո Ստալինը, Սովետը, KGB-ն իրենց շահերից ելնելով հայերին սկսեցին հակաթուրքական դարձնել, իրենք ուզում են ասել, որ հայերը բնականից չունեն որևէ մոտիվացիա հակաթուրքական լինելու։ Իրանք սարքել են այդպեսին։ Ունեն, խորքային ունեն։ Այսինքն այն, որ ասենք թուրքերը հայերին ցեղասպանել են, այդ հիմք չի, որ իրանք հակաթուրքական են, իրանց քաղաքական ուժեր են իրանց մեջ մտցրել։ Հա, հիմա ես բերեմ օրինակը ավելի կենթանական աշխարհի վրա, գիտեք, օրինակ անասունների մոտ հա այդպես է, եթե ոնց որ կովի ձակը, ընդհանրենք բանն է, չէ, հորթն է, չէ, կովիկն է։ Հիմա եթե կովին մորթեն ձակի աչքի առաջ, իր բնությունը այնպեսին է կովի այդ տեսակի։ Կգնա կորոճա իր համար։ Հա, ինքը չի հարցակվելու այդ մորթողի վրա, ընդհակառակն շարունակելու է կապված մնալ, որտեղ այդ մորթողը նույն իրան կերակրողն է։ Մինչև այդ իր մորն էր կերակրում, նաև իրան է կերակրում, հա, հիմա մորը մորթեց, ինքն էլ միգուցե զույգ աչքերով դա տեսնում է, բայց այդ կենթանու բնույթը այնպեսին է, որ ինքը չի հարցակվելու այդ մորթողի վրա, հարուտ է, քացիտ է եւ այլն, հա։ Հիմա պատկերացրեք, որ ինչ որ մի տեխնոլոգիաներով, իսկ այսօրվա գիտությունը բավականին զարգացել է, ինչ որ մի տեխնոլոգիաներով այդ կովի ձակին այնպես են իր ուղեղը բանանում, կառավարում, որ ինքը սկսում է հենց այդ տեսանը տեսնում է, սկսում է հարցակվել մորթողի վրա։ Եվ մորթողը շուռ է գալի իրան ասում է, լսի, ասում է, բայց դու սենց չէիր։ Քեզ էս ով դարձրեց հակաինձական։ Ես քեզ կերակրում եմ, ես քեզ գալի հարցակվում։ Պապական սենց է եղել, մենք կովին մորթել ենք, ձակը ուղղակի խելոք կանգնել նայել է։ Քեզ էս ով տրամադրեց իմ դեմ։ Հա, այսինքն հայը ստեղծվում է, թողել են այնքան որ աճի, որ ինչքան որ թուրքի սրտով անցնի մորթի։
ու եթե մեկ էլ հայը ասում է, հանկարծ եթե հանկարծ հայրն ասում է ինչ եք, ինձ մորթում Ուրեմն ասում է, այս մեկը մեկը քեզ բզբզացել բզբզացել է, է, որովհետև դու ապրեք։ միջև հիմա հանգիստ գալիս էր, քեզ մորթում էր։ Հիմա էլ Նիկոլը գնացել է անում, խո Այսա թուրքական այնտեղ կառավարությունն գնում է։ ասում է ոնց որ թե հանգիստ տանում են, ինչ որ մարդիկ ասում են, չէ, ինչ եք անում։ Քեզ 110 տարի առաջ են մորթել, Սումգայիթում են մորթել, Բաքվում են մորթել, Արցախում են մորթեցին, պայթեցին, Ջերմուկի բարձունքի վրա էլ 3 տարի առաջ մորթեցին, հիմա էլ դեռ հայտնի չի զինվորներին հետո սպանում ինչ են անում, չէ, քանի հետո Արցախում քանի գլխատված երեխա անհայտ կորած ընտանիքներ կամ Սումգայիթում, ասում է, բանը, այդ ինչ որ մեկը որ ասում է, խոսում է դրա մասին, ասում է, չէ, Ես ինչ է։ Դա նորմալ է, այսինքն նորմալ բան է, մորթել եք, պիտի մորթվեք։ Հիմա ել եմ ասում դրա համար, նույնն էլ Ղարաբաղցիների թեմա, այսինքն այդ մարդիկ բնականից չունեն ցանկություն վերադառնալու, եթե հանկարծ իրանք դրա մասին հայտնում են, ինչ որ մեկը բզբզում է, այսինքն Եվ դա տարածվում է բոլորի վրա, ասենք արցախցիները եթե ասում են, բանը, մեր հայրենիքն ասում է, չհասկացա։ Ես ով եմ սովորացել։ Բանը Սյունեքին ասում են, այս բարձունքները ասը չհասկացա։ Այդ ես ով սովորեցեց, այն Ջերմուկում ասում են եկան այդ կանանց մասնատեցին, մորթեցին, այդ դիերը գայլերի ու չգիտեմ շների բաժին էին դարձել, չէի կարողանում իջեցնել, բայց դուք թողեցիք Ադրբեջանը, չհասկացա։ Ձեզ ով է սովորեցել։ Հիմա ասում ես, եթե տրամաբանությամբ գնում ես, դու մնում ես իշխանության, նույն բանը Երևանում են անելու։ Առնվազը կակեբեի գործակալ եք։ Առնվազը, ո՞ս թե, ինչ եք խոսում։ Ուրեմն գործակալ եք, ես էլ գնացել եմ տերերիս մոտ, հիմա այդ ամեն ինչը բան կանեմ, կներկայացնեմ։ Հա, իր ելույթի իմաստը այդ էր, այստեղ նաև առանձին եկեղեցուն Իմիջիայոց եկեղեցին էլ ասա շարունակություն, եթե ասում է ոնց, եւ դու պետք է գնաս հնազանդ, աղոթքը տանես, եթե եկեղեցականն ասում է, բա իմ 300 քանի եկեղեցին, բա իմ հավատավոր ժողովուրդը, բա իմ ժողովուրդը Բա իմ տավուշի եկեղեցին հողը, բա ասում է, ոնց թե, ես ինչ հիշողություն ես, չհասկացա, դու չես մոռացել այդ եկեղեցիների մասի, որ Արցախի եկեղեցիների տավուշի բան չես մոռացել, մի հատ անասուն էլ կա, որդի կորցրեց, ասում է, բան, հեսա եկեղեցի, այ ոչխար, այ ոչ, չգիտեմ էլ, չգիտեմ ինչ ասել, չգիտեմ, ամեն ինչից դուրս է, չգիտես ինչ ասել, այո, ամեն ինչից դուրս է, բայց, սենց էլ տարածում է ինքը եկեղեցու վրա, ինքը հենց այնպես չի, որ եկել, հերթով, ասում է եկեղեցու, այստեղ ամեն դեպքում, ասում է, քննության ընթացքում կարևոր է ինքդ քո վրա դուրս չգաս, խոսում է, որ 20 թվից աննախադեպ խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, բայց միտեղ եկեղեցուն թիրախավորը շուշկռվում է եւ ասում է, գիտեք, եթե 2024 թվականի ապրիլին դեմարկացիայի որոշումը չկայացնեինք, Հայաստանը կարող է այսօր անկախությունը կորցրած լիներ։ Հիմա հարցը առաջանում, ինչի՞, եթե 20 թվից այտենց չաշկալոշկա խաղաղություն Ադրբեջանի հետ, այս 24 թվին ինչի արդյունքում պետք է կորցնեինք։ Հիշեցնենք, որ այդ ժամանակ ինքը Տավուշում ժողովներ էր անում Չէ, Տավուշում ժողովներ էր անում, ասում են, եթե հողերը չհանձնենք, այսպես կոչված դեմարկացիան, որ ուղղակի հողերը հանձնել, չէ, տվել ենք, չէ, տարածքներ։ Հա, չէ, այդ ընթացքում էլ ենք, չէ, հիշենք ինքը ինչ էր ասում, ասում եթե դա չանենք, կարող է մի շաբաթից մեր վրա հարձակվեն։ Ով դե հարձակվեր, այլ մոլորակայինները Ադրբեջանը։ Հետևաբար, եթե բռնության սպառնալիքի տակ է ինչ-որ մի բան արվել ու կան իր բազմաթիվ խոստովանությունները դրա մասին, այս վերջինն էլ անուղղակի խոստովանություն է։ Բայց ինչ խաղաղություն Առնվազն այդ քարոզած խաղաղությունը չկա։ Գիտեք, մի քիչ ես ձեր զայրույթը հասկանում եմ այսօրվա հատկապես, որովհետև ասենք ոնց որ անընդհատ ըստեյության նույն բանն ենք ասում, բայց ես խորապես համոզված եմ, որ դա օգտակար է, ինչու։ Նախ 30-ից 40 հազար մարդ կա մեր երկրում, որ նորամուտ գործում ինչ որ մի հասուն կներեք տարիքային շեմ 16, 17, 18 եւ լիքը բաներ որ մենք դե արդեն ասենց ասել ենք մեր ձենից արդեն մեր զալ են գնում մեզ թվում է թե ալամ աշխարհը դա գիտի ընդունողը ընդունելա չընդունողը ինչ էր անես չի ընդունի չէ մենք պետք է հիշենք որ առնվազն 30-ից 50 հազար նայած տարիքային խմբի մարդիկ կան որ նոր են այս բաները լսում հասկանում խորանում իրանք նույնիսկ եթե ավելի բազային հակված լինեն դեպի արժանապատվության դիրքեր, ընդդիմադիր դիրքեր, բայց կարող է լիքը փաստեր չիմանան եւ հեշտ խոցելի լինեն թշնամական քարոզության համար։ Դրա համար ուզենք այս ամեն ինչը պիտի տարբեր անկյուններից անընդհատ կրկնվի։ Եվ երկրորդ հատկապես հայելի
խոսի թե այդ առումով կարևոր է, որովհետև մի վտանգավոր միտում կա արդեն ինքը էս իր ամեն ինչով հանդերձ 20 թվականից հետո ահագին նորմալիզացել, այսինքն հա դե նորմալ է, էլի մարդը կա, մի մասը սիրում, մի մասը չի սիրում, մի մասը ձեռ առնում, մի մասը դավաճան ասում, դե մարդը կա, 20 թվին այդպես չէր, 20 թվին դուք Ոչ միայն կա, ոչ միայն Արթեմանը, մի հատ էլ ինքն է հոխորտում, ինքն է ձերբակալում, ինքն է հրամայում, ինքն է ղժղժում, ինքն է կալանավորում, ինքն է օրակարգ թելադրում, ինքն է սարսափեցնում, մի հատ էլ ինքն է հոխորտում հերոսների, ազատագրողների, այդ ամեն ինչի միջով անցած մարդկանց վրա, այդ մի հատ էլ ինքն է։ Հետո ավելին, առջևում ընտրություններ են, իսկ ընտրություն նշանակում է ուզես թե չուզես, ընտրություն նշանակում է գործող իշխանության մի հատ էլ նորմալիզացիա, որովհետև ինչքան էլ ընտրություններին մասնակցողները հանդես գան արմատական դիրքերից, բայց միևնույնն է ինքնին այդ փաստը, որ իր նշանակած ընտրությանը մասնակցում ես, ես գիտեք, դեմ չեմ այդ երևույթին, համարում եմ, որ ընտրությունը նույնպես ազատագրական պայքարի ինչ-որ ձև է, որը պետք է ղայդին տալ, բայց դրանով հանդերձ ուզես թե չէ, դա նորմալիզացիա է, մարդ հա ղեկավարը, կառավարության ղեկավարը, այդ կառավարության օրոք կենտրոնական ընտրական ժողովը նշանակել է հերթական ընտրություններ, գնում ենք, բան ենք անում, մասնակցում ենք, կոպիտ ասած ճակերտավոր իր թրիտակով անցնում ենք, ուզենք թե չէ։ Այսինքն իր օրոք արդեն երրորդ ընտրություններն են տեղի ունենում, երկու հատ արտահերթ, մի հատ հերթական։ Դրա համար, բայց մեկը ինքը նորմալ չի, օբյեկտիվորեն իր ողջ լինելիությունը քաղաքական իմաստով այս ամեն ինչը, սա նորմալ չի, մենք այստեղ խոսում ենք, որ այս մարդը կրկնում է նույն բաները, ինչ որ ասենք թուրք ցեղասպանները 1800, չգիտեմ, 70-80-ականներից մինչև այսօր ասում են։ Ուղղակի հայերեն լեզվով է դա ասում։ Ուղղակի հայերենով, երբ որ մարդկանց քշում էին դերձոր, նույն բանն էին ասում, ասում էին, բայց ձեզ ով էր ասում այդ ձեր բաներին, մորուքավոր հոգևորականներին, քեշիշներին լսեք, ինչ որ Հայաստան երազեք, դե ստացեք։ Նույն բանը բառացի է։ Բարոցի նույն բանը ասում ինքը, ասում մի հատ arczepiskopos կար ուզում էր Ղարաբաղյան շարժումը բանաներ, վերացնել։ Ղարաբաղյան շարժումը վերացնելն ինչ նշանակում, նշանակում է հայկական ինքնիշխան պայքար մեր հողային իրավունքների համար։ Դերձոր հայերին քշող թուրք գոնե մի քիչ տարաճանաչ բաները, չեմ ասում այլ լրիվ խուժան բաշի բոզուկները, մի քիչ տարաճանաչ աֆիցերները, ռեդիֆները, բաները, այս նույն տեքստերն էին ասում մարդկանց։ Որտեվ նույնիսկ մարդուն այն ամենավայրենի ձևով սպանելիս պետք է ինչ-որ մի հիմնավորում տաս էլի, այդ միշտ է տենց եղել, ասենք գերմանացիները հրաններին ասում էին, որ դե կներեք տենց ստացվեց, դուք ցածր բան եք, մեզ խանգարում եք, պետք է հիմա ձեզ հրկիզենք, թուրքերը մեզ ասում էին, դուք ձեր բաներին եք լսում, ձեր ֆիդայիներին, ձեր տերտերներին, բանին, ինչ որ Հայաստան եք ուզում, դե ստացեք, միշտ ամենավայրենի դեպքում էլ այդ բանը տրվում է, ամերիկացիք երբ որ այդ ամերիկյան մարտամակի բնիկներին ոչնչացնում էին, ասում էին, դե դուք թարազույց մարդ եք, կիսամարդ եք, եսի ինչ եք, խոչընդոտ եք քաղաքակրթության ճանապարհին գնացիք։ Այսինքն Բագրատ Սրբազանի դեմ է դա, նույն թուրքական բանն է անում։ Դե նույն բանը էսել եմ ասում, ոնց որ ասում էին ռեդիֆները։ Ասում ոնց, ինչ էիր ուզում Բագրատ Սրբազանին։ Վերացնել Ղարաբաղյան շարժումը։ Հայրենիք ես ուզում, ասում է Բագրատ Սրբազանը, երկիր ես ուզում, ոնց թե։ Հիմա ցույց կտամ երկիրը որն է։ Հա, եւ սա նորմալ չի։ Հա, երրորդ անգամ ենք ընտրության գնում այս ռեժիմի պայմաններում, հասկանալի է, սերունդը արդեն եկել, որ այդ 20 թվի ողջ այդ զարհուրանքը, այդ Շուշին դժբախտ, դժգույն, այդ սաղ բանը արդեն չի էլ հիշում, ինքը ընկալում է սրան այսօրվա այս ինչ որ սրտիկ, մրտիկ, չեմ ասում դրականը անպայման ընկալում։ Ինքը այդ սերնդի վրա է աշխատում քո կարծիքով, թե մենք ասում ես որ թե մենք պիտի աշխատենք։ Չէ, բոլորը պիտի աշխատեն բոլոր սերունդների վրա, բայց ես ուզում եմ ասեմ կյանքը առաջ է գնում։ Սա ի վերջո ինչ որ չասեմ կիսաչեզոք, բայց ասենց շատ թեմաների մեջ չխորտակված մարդը կարա նայ ասի, արա լավ, դե այդքան սրան ասին իմ աշկի լուսն է չի, բայց այդքան էլ դավաճան ասին, էլ էսի ինչ ասին, արա բայց դե կա։ Հարցը շարունակում է։ Չէ, այդքան դավաճան ասես, այդքան երկիրը ծախեց։ Երկիրը տվեց։ Երկիրը հանձնեց, մի հատ չի էլ պատասխանում։ Այնտեղից ասում են 5 միլիարդով ծախել է, կասկածներ ունենք, չկա։ Արցախը կամով ծախել է, հետո դրանից հետո գալիս է ասում խաղաղություն է սիրելի ժողովուրդ, խաղաղություն ես ուզում, ոչ մի պրոբլեմ, այս մարզնել կտամ, խաղաղություն ես ուզում, ոչ մի պրոբլեմ, այս դիրքերը կտամ։ Անժելա, իդե բանի այդպիսի բան կա, չէ՞։ Իմիջիայլոց այս խաղաղությունը որ կնքվի, ոչ մի երաշխիք չկա, այնտեղից ոչ մեկ չի ճանաչելու, անգամ
այս կրծած, ավիրած, կործանած, հանձնած հայրենիքը չի ճանաչելու այևը։ Չկա այդպիսի բան, որտեվ միջև հիմա սահմանագծում են, որ խափում էր, մի անգամ է տեղի ունեցել, ում հաշվին է տեղի ունեցել։ Հայաստանի հաշվին։ Չէ, թուրքերը կյանքում չեն ասել Արցախը տվեք հանգիստ ապրեք, լավ, այդ անցանք ինչից էինք բայց խոսում, բան էի ուզում ասել, բանի հետ կապված այբ մոռացա է, խաղաղության հետ կապված չէր, ոնց որ սերունդը փոխվել է, ամեն ինչ մի քիչ ավելի նորմալ է։ Դուք ասեք նոր սերնդի համար մենք որ ինքը բան է, մարդկանց հետ է դուրս գալիս ելնում շփվում, փորձում եմ այդ բանը մտքից տելը վերականգնել, բայց չէ, լավ, քանի չեմ իշել բան անեմ, ասեմ այդ հին թեմային վերադառնամ, որ ամեն դեպքում նման բանի ռեժիմի գոյությունը ինքը առհասարակ նորմալ չի եւ ինչքան էլ մեզ պարտադրված է, հա, հիշեցի փառքաստու 20 թվին օրինակ 20-21 թվականներ մի հատ եկեք մտաբերենք կար արդյոք տենց ընկալում եւ նաեւ քարոզ որ ընդդիմություն չկա սաղել իրար հետ են չկար կամ կարող մի քանի մարդ ասում էր բայց դա մարգինալ տեսակետ էր հիմա արդեն կա արդեն քանի տարի է չէ երևի 20 դիմացիան շարժումից հետո երևի արդեն մի 2.5 տարի է կա այդ թեման եւ չեմ ասում մենակ ինչ որ էլիտար խոհանոցներում չէ Պարզ մարդկանց մեջ դա նույնպես բան է։ Իր հետ լինի։ Ասենք ազատագրած Ռոբերտ Քոչարյանը։ Սպասեք, Անժելա, դե հիմա ինձ եք ասում, ուրիշ բանից ենք էլի խոսում։ Կա բայց այդ ընկալումը, որ ասում են սաղել իրար հետ են, չեն պայքարում սրա դեմ, ձեր տված են, սաղեն ձեռա տալի։ Ես ուզում ասեմ, սա ինչից է գալիս է, որ այսքան ժամանակ անցավ։ Այս երևույթը նորմալիզացավ, մարդիկ սենց են մտածում, ասում են, եթե այդքան աննորմալ, այդքան վատ, այդքան դավաճանական լիներ, արա դե մի բան կանեին, էլի, դե չեն անում, ուրեմն իրանց էլ է։ Չէ, պատասխան ունեմ, բնականաբար դա այդպես չի, պատասխանը հիմա մի քիչ կարա տխրացնող լինի, չի ստացվել, չի եղել։ Ես ուղղակի գալիս եմ մայր խնդրին, թե ինչի է պետք է անդադես թեմաներից խոսալ։ Իսեր ասո կանչեք այլ հյուրերի եւ գիտեմ որ ունեք այդպիսի հյուրեր եւ դա լավ է որ խոսում են Թալանից իրանց Թալանից սոցիալ տնտեսական բայց Թալանը ինքը էլի նորմալ բան է հասկանում եք հատկապես մեր ժողովրդի շրջանում է տարածված ասում է ես էլ ելնեի ես էլ կուտեի բայց ինձ էլ են ասում որ բանը այդքան այդ հայրենիքը Արցախ կորցնելը բան շատ էս խոսում գերիների թեման մեր ժողովրդին հետաքրում է իր հացը լսեք ես ուրիշ բանի մասն եմ խոսում ես խոսում եմ որ այս ազգային անվտանգության սպառնալիքա լավ sense ասեմ որ այս իշխանությունները զանգվածաբար ընկալվեն որպես նորմալ չի նշանակում այլ լավ հիմա ասենք ես հասկանում եմ այդ դուք հասկանում եք իսկ որպեսի նորմալ չընկալվի թալանի թեման դրան չի օգնի որովհետև թալանը նորմալ նույն այո քիչ թե շատ նորմալ է այո Պարզ մարդիկ կան ասում են հա դե լավ ով է լինի ես էլ նստեմ այդ աթոռին ես էլ եմ ուտելու դա նորմալ է դա լավ բայց երկիր ծախելը հանձնելը ցեղասպանությանը ժողովրդին հայրենիքի կորուստը այդ ամեն ինչը արդեն նորմալ չի դավաճան տականքի հետ գործ ունենք Գիտեմ, որ մեր ժամանակը երկուստ եք սուղ, մի հիմնավորում բերեմ նաև մեր կազմակերպության հայկական նախագծի իրականացրած հարցումներից։ Այո, հետաքրքիր է։ Ինչ արձանագրվեց։ Արձանագրվեց հետևյալը, այսօր երկրորդ անգամ։ Ինչքան հնարավոր է, բացեք ինչ ուշագրավ։ Ուշագրավ հետևյալն է։ Մենք միշտ փորձում ենք որոնել, թե որ մարդիկ են, չէ, որ ավելի հակված են հավանելու, ընտրելու այս իշխանություններին։ Կան տարածված կարծրատիպեր, որ կա ինչ-որ հատուկ սեգմենտ հիմնականում մարդիկ դա չգիտեմ ինչու պատկերացնում են որպես գյուղաբնակ, ցածր կրթական ցենզով, վիքական սեռի, աղքատ 60+ տարիքի մարդ։ Այտենց ինչ որ կնոջ կերպար են պատկերացնում, չգիտեմ, խի։ Իրականում առանձին վերծրած տարիք, սեռ, կրթության մակարդակ, բարեկեցություն, սրանք ուղղակիորեն չեն պայմանավորում այս իշխանությանը, այս մարդուն սիրել, չսիրելը, ընտրել, չընտրելը։ Բնավ։ Ավելին ձեզ ասեմ, մի փոքր հարուստները, ասենց ասած, ավելի բարեկեցիկ ապրողները մի փոքր ավելի հակված են ընտրելու իրանց, քան հակառակը աղքատները։ Եվ սա միայն մեր կազմակերպության հարցումներում չի երևում, սա մենք ավագ գործընկերներ ունենք, որ տարիներ շարունակ են այս գործին, իրանցում եւս երևում է։ Մենք փորձեցինք այս բացը լրացնել, հասկանալ, լավ, որտեղ է բանը, որտեղ կարանք մի հատ փոփոխական գտնենք, որ ասենք այսա ազդում է։ Եվ կարծում եմ գտանք։ Այդ փոփոխականի անունն է մեր վերջին տարիներին ազգային ձախողումների, ազգային դժբախտությունների մեղավորի պատասխանատուի նշանակում։ Բացատրեմ ինչի մասն է խոսքը։ Մենք մարդկանց տվել ենք այսպիսի մի հարց։
ըստ ձեզ ում կամ ինչի պատճառով են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները գտնվում ադրբեջանական բանտում։ Առանց տարբերակների, թողել ենք, որ իրենք ինչ մտածում են ասեն։ Առաջի երկու տեղերում մնացած պատասխաններս էական չեն այս բան, առաջի երկու տեղերում հետեւյալ տարբերակներն են Հայաստանի կառավարության եւ իրենց իսկ։ Իրանք են մեղավոր։ Կապ չունի որն առաջ տեղում, որը երկրորդ Հայաստանի կառավարության իրենց իսկ։ Հիմա մենք վերցրել ենք այս երկու պատասխանը ասող մարդկանց որպես մի հատ առանձին խումբ եւ փորձել ենք նայել թե այդ խմբերից յուրաքանչյուրում ինչպես են բաշխվում ձայները։ Նախ վերցրել ենք իրենց իսկը։ Եվ տեսել ենք, որ իրենց իսկում քաղաքացիական պայմանագիրը ունի գրեթե 60% ձայն։ Այսինքն իրենց իսկ ասողների 60%-ը բնականաբար ընտրում է իրանք ուրիշ ոչ միտեղ 50+, 40+ չունեն, բայց այդտե 58+1 են իրանք խփում։ Հետո ընդ 12 եսի ինչ գալիս է բանը։ Բարձր մենակ նիկոլականներ այդպիսի։ Այնտեղ դաշնակցություն ընդհանրապես չկա 0, իրենց իսկ ասողների մեջ բնականաբար դաշնակցություն ընտրող չկա։ Հայաստան դաշինքը ընդ ինչ որ ցածրագույն թվեր, իրանք 58+1 համարյա 60 կանգնած են։ Եվ հակառակը նայել ենք բալավ այն մարդիկ ասում են Հայաստանի կառավարության պատճառով։ Իրանք ում են ընտրում։ Այդտեղ ԿՊ-ն 0 է։ Այդտեղ դե արդեն գալիս է, չգիտեմ, ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք, բան, բարգավաճ, տենց գնում է։ Բոլոր անդիմադիրներն են։ Այսինքն ԿՊ-ական լինելը դիագնոզ է, էլի։ Այսինքն, այստեղ կարևորը որ միակ փոփոխականը, որ մարդուն այս ճամբարից այն ճամբարա գցում, դա այն է, թե ինքը ում է մեղավոր համարում մեր ազգային ձախորդությունների Արցախի ժամանակավոր հանձնման եւ դրանից բխող բաների միջեւ։ Իսկ դա մեկ օրվա գործ չի։ Եվ դա է պատճառը նաեւ մցրել են մարդկանց ուղեղները։ Չէ, թե կոնկրետ ես խոսում 20 թվից հետո եւ նաեւ դա է պատճառը, Կերանժելա, որ ամեն ընտրության թեմա է գնում Արցախից։ Հիշում եք, բանը կարծեմ Բորիսն էր, չէ՞, Թամոյանը Վաղարշապատի ընտրություններն էր։ Իրար բանը լեզվակռիվ էր գնում, դե իհարկե Բորիսն էր, ճիշտ հարցերը չի, բայց լեզվակռիվ էր գնում, թե Բորիսը չէր, այդ Սևակներ, կներեք, Սևակներ, Բորիսը ուրիշ բանավիճում էր, Սևակներ բանավիճում, ոնց որ են Հանրապետություն կուսակցության տեխնացուի հետ, չեմ հիշում այդ տղու անունը, այդ Արամ Սարգսյանի կուսակցության։ Բազար է գնում, թե ով հանձնեց Ղարաբաղը։ Նույնը եղել է Լեննականի ժամանակ, հիշում եք այդ ԿՊ-ով առաջադրված տղեն կանգնեց ասես Ղարաբաղը հանձնել ենք մենք բոլորս։ Ուզում եմ հասկանալ Էդգար, այսինքն Նիկոլին ձեռնտու է Արցախի թեման օրակարգում պահել։ Իրան ձեռնտու չէ։ Իր տեսանկյունից ծախել։ Իրան ձեռնտու կլինի вообще թեման դուրս գա օրակարգից, բայց քանի որ թեման չի կարա դուրս գա օրակարգից, որովհետեւ դա բաց վերք է, եւ դա իրանք ինչքան էլ դա չուզեն, դա հայ ազգին միավորող դեռևս մնացած թեմաներից մեկն է, ուղղակի արդեն ոչ թե հպարտության տեսքով, այլ ցավի տեսքով։ Եվ մեկ այդ թեման գալիս է, դե բնականաբար թեման որ բացվում է, իրանք պետք է ասեն, որ մենք մեղավոր չենք։ Դրա համար է, որ մարդիկ որ համարում են, որ հենց Բակո Սահակյանը, Լևոն Մնացակայանը, մյուս Դավիթ Իշխանյանը իրանք իրանց պատճառով են, իրանք ավելի, ոչ թե ավելի հակված են, այլ գերազանցապես 60%-ը իրանց ընտրում է քաղաքացիական պայմանագիր։ Որտեվ քաղաքացիական պայմանագիրը դրա մասին, անպատասխանատվության։ Չկա որ այդ մարդիկ իրենք շատ լավ գիտեն, որ այդպես չի, բայց հոգու խորքում դե գիտեք շատ դժվար է, չէ՞։ Շատ դժվար է, ասենք ավարտված տականք մնաս, դու արդարացում ես գտնում քո տականքության համար։ Ի վերջո, այսքան ասում ենք, չէ՞, նրանք ովքեր 21 թվականին ընտրել են Նիկոլին, լռվել են դրա վրա։ Ոնց որ չէ, Լարիսա Ալավերդյանն էր ասում, հիշեք, 5 տարի, 6 տարի դուք ամեն օր ձեր հացի հետ ուտում եք այդ զոհվածների մարմինը, որտեղ դու կտես տականք է։ Դժվար է, չէ՞, այդ ընդունել, որ դու այն տականքն ես, որ քո պատճառով վերջնական Արցախը հանձնել են, որ մարդկանց սովի են մատնել, որ ջերմուկի բարձունքները հանձնել են։ Նայեք, ես այդքան վատատես չէի լինեմ։ Մեր հարցումները մարդիկ են լինում, որ նույնիսկ դա խոստովանում են։ Չէ, ուզում եմ ասեմ, իրենք արդարացում են գտնում, փորձում են գցել նրանց։ Չէ, աջաճեն կան մարդիկ, որ դուրս են գալի այդ վիճակից, մարդիկ կան բառացի մեզ ասում են, այո, նախորդ ընտրություններին սխալվել եմ, խալաթ եմ արել, մինչև այսօր փոշմանում եմ, ընտրել եմ ԿՊ։ Ի վերջո իրանք նույն տոկոսը չունեն, տենց էլ նույն տոկոսը հիմա կունենային, ինչ որ այն վաղ տեն ունեցել։ Իսկ վատ է Նիկոլի վիճակը։ Հիմա դուք համեմատած 21 թվի, հա։ Հիմա դուք փորձում եք հոգեբանական մեխանիզմը հասկանալ, դե կարանք նստենք գալաջի անենք, բայց ես հոգեբան չեմ։ Ես ուղղակի վիճակն եմ ֆիքսում, որ իրենց իսկ ասողները, այսինքն պատասխանատվությունը կոլեկտիվի վրայից, կոնկրետ սուբյեկտի վրայից, հետ մարդկանց վրա գցողները, իրանք ավելի հակված են այստեղ գալու։ Դրա համար եւ այդ առումով հիշում եք մենք շատ ենք խոսացել Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանը, որ լավ կլինի դուպլիկատ չանեն
նույն, ասենք մեր ձևով հենց օրակարգը Հա, իրանք մնան այդ քո մոտեցումն է։ հիմա արդեն բանը չեն Չէ, իմիջայլոց կա, ես վերջերս օրինակ զանգ ստացա, շատ ավելի ես փորձեմ կենթանի, օրինակների վրա, HM-ից, որ ասում են, «Էս ի՞նչ ա, մեզ դուր չի գալիս, մեր ձևով բան, ի՞նչ ա ասում, էս թեման, այն թեման, ասեք մի շերտ կա, ասում է, ոնց տական դավաճաններ են սրանք, ասում է, երկիրը ծախել են, եկել են, հիմա եկել եք մի հատ մի քիչ բան է, միլիարդ միլիոն են գողացել, էս են գողացել կամ գալի եմ սա անեմ, հա, այդ կարող է կարևոր է, բայց երկիր են գողացել։ Այսինքն դու ճիշտ ես այդ իմաստով, որ կա, ես չգիտեմ 10% է, 10 քանի տոկոս է, այդ մարդիկ ուզում են, որ դի պատասխան տան։ Նամուս տասիպ կուբաց լավ։ Այս մարդիկ դի պատասխան տան, որտեղ այս մարդիկ ծախել են։ Ուրեմն դի պատասխան տան դրա համար։ Եվ շարունակելու են ծախել եւ շարունակում են խաբել։ Եվ հիմա էլ են։ Հիմա լավ է, որ մեր ձևով է այդ թեման ա տանում, որովհետեւ հա մի հատ էլեկտորատ կա, որ մի հատ չի, էլեկտորատները հաստատ տարբեր են, sense չպրիմիտիվացնենք սա, բայց իրենց կողմից դա աշխատում է, որովհետեւ նաեւ իրենց քաղաքական առաջնորդը համապատասխանում է այդ կերպարին։ Հիմա Ռոբերտ Քոչարյանի կերպարը ավելի բռնում է այն ինչ որ ինքը մեծ ասուլիսում արեց։ Դե հա, Հայաստան դաշինք սկզբից ասեցի բոլորը իրար հետ, Նամուս, Թասիբ, Կուբատլու, Մասիսար։ Որտեղ է տեղավորվում Գագիկ Ծառուկյանը։ Ձեր հարցումների, եթե դες 3-րդ, 4-րդ տեղեր էլի։ Չէ, նկատի ունեմ, որպես ինչ կերպար է, որպես Սամվել Կարապետյանի նման ինչ կերպար է։ Ինքը, չէ, դե բարերար է։ Շարունակում է այդպիսի կերպար։ Հա, հա գրեթե կարելի ասել 100%-անոց ճանաչումով, այսինքն Հայաստանը բոլորը իրան գիտեն։ Իր էլեկտորատը մի մասը իհարկե վաղուց արդեն ԿՊ-ից անջատված էլեկտորատն է, առանձնապես գաղափարականացված որպես այդպիսին քաղաքական իմաստով էլեկտորատ չի, բայց կայուն է, կա դե Գագիկ Ծառուկյանի կերպարն էլ հա այդ աշկը տեսած է, կուշտա, չգիտեմ, բարերար է, լավ գործեր արել, չի թալանի մոտապես այս բանի մեջ, այդքան տեղը հատվում է Սամվել Կարապետյանի կերպարի հետ, բայց իրանք իրարից էլեկտորատ որպես այդպեսին։ Շատ լավ, ինչու է եւ եւս մեկ հարց ու ավարտենք։ Ինչու է այս կերպարով, այս վիճակով մտնում, ես չգիտեմ, այդ Նիկոլը հիմա որ մտել է իբր ավտոբուսով գնում ենք, ձեր նման ենք, սենց գլուխս մտցրել եմ, գիտես չէ, ձմերուկ էլ եմ վերել, բայց այդ չգիտեմ ինչի չեն նկարել։ Ինչ որ անշնոր բանա տեղ ա եղել էլի, ասма խնձորները կտրած չեն վերել, հետո ձմերուկը կտրած չեն վերել, հիմա էդ էլ է կերել, բայց այդ չեն նկարել։ Հա, լավ։ Այսինքն ինքը ուզում է ցույց տա, որ նայեք, մի քիչ իմ կարծիքով ես վերապահումով եմ ասում, որովհետև տենց հեշտ է, անեկդոտ կա, չէ, երկու քաղաքագետների մի քաղաքագետը մյուսին ասում է, լսի, հասկանում ես, էսխի սենց եղավ։ Ասում է, չէ, ասում է, բայց կարամ բացատրեմ։ Չէ, ասում է, բացատրել ես էլ կարամ, բայց ուզում եմ հասկանամ։ Հիմա այնպես չի, որ ամեն ինչ հնարավոր է հստակորեն վերլուծել, հասկանալ, կարելի է ենթադրություններ անել։ Ամենատարածված ենթադրությունը իհարկե այն է, որ ինքը փորձում է ցույց տալ, որ ինքը, այո, ժողովրդի պես է։ Հակված եմ, հա, ես էլ եմ հակված դա ընդունելուն, բայց գրեթե վստահ եմ, որ կան նաև այլ շերտեր։ Շերտերից մեկը օրինակ մեդիա ուշադրության կենտրոնում մնալն է։ Կա այդպիսի բան, այսինքն դու պետք է ռմբահարես մեդիա օրակարգը, կապ չունի լավ բանով, վատ բանով, կարևորը որ դու լինես ուշադրության կենտրոնում, ինքը տակտիկա է, ինքը ռազմավարություն չի։ Խի, որ կարողանաս այլոցից ուշադրությունը տանել, այդ թվում դաշտը անլրջացնելով։ Հիմա պատկերացեք, ասենք, չգիտեմ, Հայակվենը օրինակ կանգնում ասում է, հենա միջոցառում ունեն ուրբաթ օրը, որ անվտանգային ռազմավարություն ներկայացում։ Դե հիմա հեշտ է մարդը նստի այդ լսի, թե հեշտ է նայից ծաղի, որ ոնց է բանը գլուխը մտցրել ձմերուկի մեջ ու։ Մարդիկ լուրջ բան են ընդ ուզում ներկայացնեն, սա ստեղ էլ է անելու, հեսա ձմերուկի մեջ էլ։ Ձմերուկ է ծագում։ Այսինքն ինքը էլ եմ ասում, ինքը մարտավարություն է, ինքը այսպես միակ ռազմավարությունը չի, չէ, ինքը մարտավարական քայլ է, որ այնքան է դու այլ տեղերից ուշադրությունը բերես քո վրա, հետո արդեն այլ բաներ։ Այդ հետո այլ բաներից մեկը օրինակ սա էր, ստեղելով խնձոր չէր ուտում, սա ծրագրային ելույթ էր։ Եվրոպացիներին ասում էր նայեք ձեր քաղաքական ներդրումները այսպես եմ ծախսել, ձեզ Բագրատ arczepiskopos-ից եմ պրծացրել, KGB-ից եմ պրծացրել, գնացել է զեկուցում էր տերերին, տեսեք ինչ եմ անում։ Հայերի մեծ հաշվով հայերի հարցերը լուծել եմ։ Բան չի մնացել։ Մի քիչ էլ փող տվեք, օգնեք, ընտրությանն էլ վերջին քարը դնեմ հայերի վրա ու վերջ։ Հա, մեծ հաշվով է դեր ասում, այսինքն ներդրողներից նոր ինվեստիցիաներ, նոր ներդրումներ ակնկալում։ Վերջին քարի փողը չկա։ Հիմա սա արդեն խնձոր չի։ Սա լուրջ բան է։ Դրա համար ես
ու ես էլ ասեմ, հա, ամփոփենք, երկու տարբեր ծայրահեղ մոտեցումներ կան, մեկը որ առհասարակ պետք չի բանի տեղ դնել իր արածները, չկա ինքը գոյություն չունի։ Եվ երկրորդը որ հա պետքա դնել, տարածել, ձեռ առնել, ծաղրել եւ այլն, չէ, իրականում կարծում եմ այս դեպքում չասեմ հենց լրիվ մեջտեղում է ճշմարտությունը, բայց արանքում է առնվազն առանց հենց իրան վերաթիրաժավորելու, բայց պետքա ցույց տալ իր անհամահունչությունը, անադեկվատությունը եւ ըստ այդմ ոչ լեգիտիմությունը վիճակին։ Օրինակ դա համընկավ Պարսկաստանի պատերազմի հետ եւ նաեւ ես, որ երբեք իրան չեմ տարածում, բայց բան արեցի, որ նայեք, այս վիճակում ինչ կաներ նորմալ ազգային իշխանությունը, SSS 3-4 քայլ, ինչ են անում իրանք։ Հետո իրանք արդեն սա օրակարգ թելադրել էր։ Իրանք անցան հակահարձակման, չնայած իրանք հաստատ կանխատեսել էին դա եւ ունեին այդ կարտը, միանգամից գցեցին, ասին, բա որ մեզ ճողում ասում ենք խաղաղությունա, չեք հավատում, բա խաղաղությունա, դրա համար ընդ հրթիռներ են, իսկ մենք ասենք բան ենք ուտում, պերաշկի ենք ուտում, սան եկավ երկրորդ բանը, երրորդ արդեն կոզրիտուզը, որ չէ, մի րոպե խաղաղությունն է նա, երբ որ թշնամին թարգել է, չունի էլ քեզ ոչնչացնելու մտադրություն։ Բա եթե խաղաղությունա դերխի մենք պատաններ ունենք Ադրբեջանում, որ մաս-մաս է թողնում, ոչ թե բոլորին միանգամից, բա եթե թողնում, ինքը ասել էլ չեք տեսնելու։ Բա եթե խաղաղություն է, ինչի է ինքը ասում, որ մենք թեկուզ ոչ տանկով, բայց պետք է գանք, իսկ մենք օրինակ, մենք Չակերտով դուք ասում եք, որ Ղարաբաղցիք թողույցները կտրեն Հուրավիցան մնալու են Հայաստանում։ Եթե խաղաղությունն ինչու 1.5 միլիոն հայությունը չպիտի վերադառնա իրենց բնորան, իրենց տներ, իրենց հայրենիք, Ադրբեջան եւ Արցախ, ինչի չպիտի վերադառնան, չէ՞։ Հարց. Ինչի եթե խաղաղությունն է, ինչի պիտի ադրբեջանցիները միլիարդավոր փոխհատուցում չտան 30 տարի առաջ իրենց տուն ու տեղ հայրենիք կորցրած մարդկանց, չէ՞, չպիտի չփոխհատուցեն դրա համար։ Ինչի է տարելի փոխհատուցումը չլինի այդ իրենց վայրագությունների համար։ Եվ ամենակարևորը, ամենակարևոր բան ինչի դուրս չեն գալիս մեր տարածքներից, ճիշտ է։ Եվ եթե խաղաղությունն է կամ առհասարակ գերիները, որ շարունակում են մնալ Բաքվի բանտում, ինչու, տականք, ինչու։ Եթե դուք բացի այն որ խաղաղությունն է, եթե դուք թուրքական, պրոթուրքական ռեժիմ չեք, ապա ինչից է ստացվում, որ շատ հանգիստ եք վերաբերվում, ասենք Շիրակի մարզում զբոսնող թուրքերին, ասելով որ դե Ռուսաստանի քաղաքացի են եկել են, բայց երբ որ Ռուսաստանի, Կիպրոսի, Հայաստանի քաղաքացի հայ մարդ Հայաստանում ծնված մարդ է եկել Հայաստան, դուք իրան միանգամից պիտակարում եք որպես ռուսաստանցի օլիգարխ։ Բա ինչի նրան չեք ասում ռուսաստանցի քաղաքացի, ռուսաստանցի թուրք։ Այն քաղաքացին, որ 1 միլիարդի մենակ դրսում փող աշխատել, 1 միլիարդի Սամվել Կարապետյանը մենակ ներդրում ու բարերարություն արել, այս ռուսական թեման շատ լուրջ է։ Նայեք, այս ռուսական թեման լուրջ է այն առումով, որ Ռուսաստանի մասին չի ընդհանրապես, իրանք ուղակի մի հատ հրեշ կերպար են ստեղծել, ոնց որ փորձել են անել նախկիններից, կիսատ պրատաստացվել արցախցիներից, հա։ Մի հատ հրեշ կերպար են ստեղծել եւ նույնիսկ ես զգում եմ մեր ընդդիմադիր դաշտն էլ բան է լինում, հուշ տա լինում, որ չի կարելի այդ խաղը ով ուզում է ըլնի, ինչ կերպար ուզում է ալնի, եթե ձեզ հարցումներն են հետաքրքիր, ահա ընդհանուր Ռուսաստանի կերպարը սենց նենց չի որ բացասական է եւ նենց էլ չի որ այսպես տիրապետող դրական է, բայց երբ որ մարդկանց հարցնում ես ով է Հայաստանի հիմնական դաշնակից, հարաբերական մեծամասնությունը մինչև այսօր Ռուսաստանն է։ Հետևաբար այդ բանից հուշ մի եղեք, որ ձեզ գալի ասում են դե ասեք, բան եք, պրոռուսական եք, այսպես կիսավախվորած ասում են չէ, ասում են ոնց չէ, բա դուք այնտեղ բիզնես ունեք, ուրեմն ազդեցություն։ Ի վերջո պետք է այս թեմային բան անել, վերջակետ դնել, որ ախպեր այս ընտրությունները Հայաստանում են կատարվում, այս թեման փակեք, թե չէ մենք կսկսենք նրանից, որ խոսել նրանից, որ դուք պրոթուրքական եք, որտեվ երբ որ նույն այդ կարմիրը կարծեմ Ռուսաստանի անձնագրով թուրք է գալի Հայաստան, ու մեր ազգային արժանապատվությունը ակնհայտորեն նվաստացնում է, որտեղ ֆռում է, ասում է, «Էսի մեր գյուղն է, էսի իմ տունն է, հա, ես այդտեղ գալու եմ»։ Դուք էդի նորմալ եք տանում, մի հատ էլ այդ մարդուն ԱԱՑ-ն ուղեկցում է, երբ որ այդ նույն պասպորտով պլյուս կողքից մի հատ էլ Կիպրական, մի հատ էլ Հայաստան, հələ նույնիսկ բարերարություն են թողնում։ Նույնիսկ այդ են թողնում, մարդ, արա, մարդը, թուրք չի, գալիս է այդ մարդը, միանգամից ճակատին խփում եք ռուսաստանցի օլիգարխ, բայց թուրքին խիչ եք ասում ռուսաստանցի թուրք, ռուսաստանցի քաղաքացի։
Այս պետք է ինդիմություն ասի, ոչ թե խեղճացած ասեն, ոչ մենք բալանսավորված ենք վարելու բան, նրանք էլ ասեն, այս մեր ժողովրդին էշի տեղեք դրել, սաղ կապիտալները Ռուսաստանում։ Որտեղ ամբողջ օրը արդարանում են։ Դե չպետք է ամբողջ օրը զբաղված է։ Երբ որ դու արդարանում ես, դու եմ ընդունում ես, որ այդ ինչ որ Ռուսաստանի հետ խալը գնում է հանրապետական կուսակցությունից։ Ես իրենց էլ եմ ասել, որ նորեկան նախկիններս են, ասում ինչ չեք ասում։ Դու այս սրիկաներ, նախկինները 6 միլիարդի զենք էին տվել, 10 միլիարդի զենք էին թողել, ազատագրված Արցախ են պահել։ Սենց շենացրել են, ճանապարհ են կառուցել։ Չէ, ճանապարհ են կառուցել, երկիր են կառուցել, սահման են պահել, չոքած, պատերազմ են, քարորյա պատերազմ են հաղթել, չոքածել պահել են Ալիևին։ Ինչ եք վախեցած անդադ արտարանում։ Հա, ճիշտ է, մենք նախկին չենք, մենք դեբիլներ են կան, ընտրապայքարի են, մենք նախկիններ հետ, բա ինչ եք։ Ցավս նախկին ենք տես նայես։ Ծնվել ենք մեկը Լևոնի օրոք, մեկը Քոչարյանի։ Չէ, մեր դեմ նենց արշավեր, կանգնեիք ասեք այսպես է։ Արշավին դիմադրում։ Ես օրինակ չեմ վախեցել, սաղ վախեցած ասում եմ, վայ Քոչարյանի անունը չտակ։ Հիշում եք, վեր կծեցի, չհասկացա։ Հո դուք եսի միշտ չեք, այդ մարդը հերոս է։ Ճիշտ է։ Այդ մարդը հերոս է, դուք ինչից եք վախենում եք ասել, որ այդ մարդը հերոս է։ Վախենում եք ասել, ինչ ներդրում ունի Սերժ Սարգսյանը այս երկրում, վախենում եք ասել։ Վախենում եք ասեք հանրապետականը կամ Քոչարյանի ժամանակ ինչը արվել այս երկրում։ Հյուսիսային պողոտայից 7 տուն ստացած մարդը ատում է Ռոբերտ Քոչարյանի։ Դեբիլներ, ես մարդ գիտեմ 7 տուն է ստացել իր հավաբնի դիմաց, ատում է Ռոբերտ Քոչարյանին։ Ինձ այսօր նեղանում են, որ ասում եմ դուք մարդ էլ չեք, ճիշտ ասեց այդ օթանավականի մարդը, կարող գիտեք ենք մարդ չենք։ Ոնց կարա մարդը այս կամից հետո իրանց պաշտպանել։ Չի կարելի արդեն, երբ որ դու արդանում ես, դու ընդունում ես, որ տակը ինչ-որ մի բան կա, որ այդ Ռուսաստանը ինչ-որ մի հատ մահացու չարիք է կամ նախկինությունը մի հատ մահացու երևույթ է, ոնց անենք դրանից դիստանցավորել։ Նախկինի ժամանակ Արցախ չեք ունեցել, հպարտ չեք գնացել, աշխարհից ցանկացած երկրում հպարտ չեք շրջագայել, բարեկեցիկ կյանքով չեք ապրել, մոմիկից ու չգիտեմ ինչից չեք հասել, հպարտ հաղթանակը չեք կրել, 1000 տարվա պատասխանը 1000 տարվա պատասխանը հետո 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության պատասխանը տվել են Արցախի ազատագրումով։ Էս է եղել միակ մեր պատասխանը, դա է եղել, որ հպարտ մեջքներս ուղիղ, որ ես որտից փոքր էր գնում ենք ցեղասպանության, ասում ենք, գիտես չէ, գնում ենք, մենք սա պատասխանը տվել ենք Արցախ ենք, ինքը սենց փոքր էր, սենց հպարտություն էր լինում, էլի, որտեվ չի ուզում անդադ մեջը մտցնել, որ գիտես մեզ կոտորել են, բայց դրա պատասխանը մենք Արցախով ենք տվել։ Նախկին չէ, վախը նախկիների հետ կապ չունենք, ինչ չունենք։ Ես բոլորս էլ կապ ունենք։ Կապ չունենք նախ ու հիմա էլ է այդպես։ Նույնն էլ է։ Հիմա էլ է դա։ Ինչ որ բաներից սենց արդարանում են։ Մենք, չէ, չգիտեմ ինչ չէ, ավելի խելոք պատասխան տվեց Էդգարը։ Չէ, որ ես փորձում էի բացատրել, չէ, որ դե եթե տենցա դու էլ թուրք ես, ընդհանրապես թուրքի բանես գործակալ ես, դու ավելի ճիշտ բան ասեցի, որ ընդհանրապես պետք չի արդարանալ, չգիտեմ ինչ ասել, այդ մի ամբողջ մեծ սովետական միության մեջ համակարգ ա եղել, այդ իմիջիալոց բանը, նույն ԱԱՑ, նույն ԿԳԲ-ն, դու գիտեք, որ խորքային ազգային կառույց է ինքը ըստ էության։ Ինքը ազգային կառույց է, չէ, ազգապահպան կառույց է։ Այդ որ դուք եկել եք, չգիտեմ ինչ որ երկրի եք ծառայեցնում, կամ մի գժի եք ծառայեցնում, կամ ավելի կոնկրետ ասեմ, սատանաների, չէ, սատանային, չէ, ասում բռնել։ Դա չի նշանակում, որ ԱԱՑ-ն խորքային ազգային բան կառույց չի։ Բան են, մի հատ ԱԱՑ-ն վերացել են, չգիտեմ եսիմ ինչի։ Այդ այնտեղ նորմալ մարդ, իհարկե, կառույց է, պետական նորմալ կառույց է այդտեղ։ Հետո էլ խոսում են բանից, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, բայց ձեզնից շատ քրեական ենթամշակույթ կրող օրինապա իրավապահ մարմինը, ասենք սարքել է ինչ-որ մի հատ սերժական մի ասեք թրքա քրդա, չէ, թրքա ինչ ասեմ, ցեղասպան ԿՊ տենց ասենք, հա? Այնա լավ թե ազատագրած երկիր ունեցող ուժերի, դե որտե վախենում են տես, չէ, ես չեմ հասկանում իրենց։ Մեր դեմ ասում է, ինչ անենք արշավը, ցանկացած բանի դեմ, գիտ, մի հատ սովորական Facebook page ունեմ, այդ կար առանց չափազանցության, օրը 1800 fake, այդ տնականներ, դուք ինչով եք զբաղված։ Ես եթե չափազանցնում եմ, այդ կար, դա մի խայտարակություն է։ Բանդա է, ասես մի հատ fake-երի բանդա ունի ես կապիկը։ Կապիկ էլ չէ, ինչ էր ասում իրան Ալիևը։ Ազգագործ չէ, այդ Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում ազգագործ։ Պատված հարբեցող ծաղրածու։ Տենց մի բան էր, հա։ Իմիջիալոց Լիմոնովն ասում էր, եթե Լիմոնովը ասում էր, եթե ամենալիբերալ բան այդ կերպարին էլ անգամ բերես իշխանության 5 տարի, 4
5 տարի, 6 տարի, 7 տարի մնա իշխանության, եթե պետության գլխին է լինում։ Այդ մարդը այսպես թե այնպես դառնում ավելի կոնսերվատիվ, ավելի պետական, այդպեսին է դառնում, ազգային, ավելի։ Եթե այդպես չի դառնում, всё ինքը թշնամի է։ Այդ սրանից պարզ ոնց ասենք, սիրելի հայրենակիցներ։ Մարդը եկել է իշխանության, եթե դեռ 8 տարի հետո հայրենիք չկա, այդ մարդը դեռ հանձնում է, տարածքներ է հանձնում, տալիս է, դեռ չի դարձել պետական, ուրեմն արդեն մտածեք, այս մարդը թշնամի, այս մարդը ուրիշ երկրի բաց, պարզ, գործակալ է վերընկած։ Ուծես հələ դեռ բաներով եք ապրում ինչ-որ խաղաղությունով, չգիտեմ ինչով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես այսօր կարևոր ճանապարհ եմ գնում, այդ կար գիտես, չէ՞, տիպի եկեղեցի են։ Դա չէ՞ միակ կարևոր ճանապարհ։ Բարով գնաք։ Շնորհակալություն։